Այսօր այս ակցիայի շրջանակներում հանձնելու եմ իմ Գարեգին Նժդեհ մեդալը, որով պարգևատրվել եմ 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Ինչպես բոլորս ակնհայտ տեսնում ենք, ներկա իշխանությունը հետևողականորեն արժեզրկում եւ իմաստազրկում է այն բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք եւ այս մեդալներն ու շքանշանները ստացել ենք։ Մենք մեր այս քայլով ուզում ենք ցույց տալ, որ հաշտ չենք դրա հետ եւ չնայած նրան, որ մեր մեդալները, մեր շքանշանները, մեր պայքարը մեր համար շատ մեծ արժեք ունի, սակայն դրանց հիմքում դրված ավելի մեծ արժեքները, որոնք սիմվոլով չեն արտահայտված, այլ մեր սրտերում են, ոտնահարվում են այսօր, ու մենք այս քայլով ուզում ենք ցույց տալ եւ իշխանություններին, եւ հանրությանը, որ մենք հաշտ չենք սրա հետ ու դեմ ենք դուրս գալիս արժեզրկմանը, այն ամեն ինչի համար պայքարել ենք։ Ինչ ակնկալիք ունեք, ինչ պիտի փոխվի այս իշխանությունները։ Սա մեր կողմից ժեստ է, մեր դիրքորոշումն ենք հայտնում, ակնկալիքների մասին հետագայում ավելի մանրամասն խոսենք։ Այսօր ակցիայից դուրս ուրիշ բաներ չենք ուզում ասել։ Մեդալը Ես 20 թվականի 44-օրյա պատերազմին մասնակցել եմ որպես կամավոր, Արցախի եղնիկների պաշտպանական շրջանում եմ եղել իմ ընկերներ։ Այդ մասնակցության համար ստացել եմ Գարեգին Նժդեհ գերադասչական մեդալ, որից հրաժարվում եմ մեր կառավարության հրաշալի քաղաքականության հետևանքով։ Ես չեմ ուզում կրեմ այն մեդալը, որը հիմա այդ պայքարը չի արժևորում, չի կարևորում մեր իշխանությունը։ Տղաները ըստ էության որոշակի վտանգի առաջել են, որովհետև Ադրբեջանը պահանջ է դնում հանձնել այն բոլոր անձանց, ովքեր պատերազմների ընթացքում Արցախի համար կռիվ են։ Դե Ադրբեջանը անընդհատ ինչ որ պահանջներ է առաջ մղելու, քանի դեռ մեր իշխանությունը ցանկացած հաջորդ պահանջի առանց ինչ որ խնդիր, առանց ինչ որ դիմադրության ամեն ինչին համաձայնվում է։ Դա սկիզբն է, հələ մենք շատ երկար պահանջների ցանկ ենք ստանալու Ադրբեջանից, որը շուտով երևի դրանք էլ կիմանան։ Ասում իրական Հայաստան, խաղաղություն, բոլորովինարի Հայաստան։ Եթե մեր իշխանությունները մեր պատմությունը մի քիչ ավելի լավ ուսումնասիրած լինեին, կիմանային, որ վերջի մի քանի 100 տարիներ մենք փորձել ենք ապրենք թուրքերի հետ միասին համակեցության որոշակի խաղաղ պայմաններում, բայց ամեն անգամ ստացվում է նույն բանը։ Դա եղել է 100 տարի առաջ, դա եղել է մի քանի տարի առաջ, դա եղել է 200 տարի առաջ ու իրանց բարձր հովանու ներքո նորից է կրկնվելու։ Մենք չենք ուզում ապրենք մի երկրում, որը շուտով գոյություն չի ունենալու իրանց քաղաքականության պատճառով կամ շնորհիվ։ Հարցեր կպահեք տեսակ։